Ողջույն սիրելի ունկնդիրներ, այսօր իմ հյուրն է երջանիկ լինելու արվեստը դպրոցի հիմնադիր, ուսուցիչ, փիլիսոփա, խորագետ և թաքնագետ Տրդատ Դոնիկյանը։ Բարև ձեզ Տրդատ։ Օրվա զրույցը նվիրված է մարդու և տիեզերքի կապին, ինչպես նաև ճշմարտության որոնմանը։ Փորձենք հասկանալ, ով է մարդը այս մեծ տիեզերքի պատկերի մեջ և արդյոք հնարավոր է հասնել այն բացարձակ ճշմարտությանը, որից ամեն բան սկիզբ է առնում։ Ասում են, մարդը միկրոկոսմոս է մակրոկոսմոսի մեջ, այսինքն իր մեջ ներառում է ողջ տիեզերքը։ Ըստ ձեզ, ինչ է նշանակում այս արտահայտությունը։ Բոլոր այն որակները, որ մեր մեջ կան, արտացոլում ամբողջ տիեզերքում։ Նշանակում է, որ երբ որ տիեզերքը արարվել է, դա մեզնից անկախ չի արարվել, այսինքն արարչական սկզբունքը, որ իրագործվել է տիեզերքում, դա մեր ներքին աշխարհի արտացոլումն է, արտաքին աշխարհ պրոյեկտվել։ Մեր ներսը ինչ կա, այդ արտաքին աշխարհում պրոյեկտվել է։ Նաև հերմետիզմում կա, ոնց որ վերևում է, տենց էլ ներքևում, այսինքն եթե կին ամուսին ստեղ կա, վերևում էլ է տենց կին ամուսին, ստեղ ինչ երեխաներ կան, ուրեմն վերևում էլ այդ երեխաներ կան։ Այսինքն այդ մակրոկոսմոս, միկրոկոսմոսը իրար շատ նման են, բայց կարող մի քիչ ուրիշ օրենքներով գործեն։ Օրինակի համար մակրոաշխարհում ասենք թե օրենքներ են գործում, ֆիզիկայի օրենքները, բայց ասենք միկրոաշխարհում այդ օրենքները փոխվում են, քվանտային դաշտերն մտնում, մի քիչ ուրիշ ձև են գործում, բայց էլի օրենքներ կան, այսինքն միկրոաշխարհն էլ գոյություն իր օրենքներով, մակրոաշխարհը իր օրենքներով, բայց շատ նմանություններ էլ կան։ Այսինքն նաև մեր բնույթի կառուցվածքը սկզբունքային էլի մակրոյի միկրոաշխարհներում շատ իրար նման են։ Այսինքն ոնց երկնքում, տենց էլ երկրի վրա է տեղ ունենում, նաև այդ տեսանկյունից ասած, ոնց են առաջ գաղափար կա, չէ՞ որ ասվածները կռիվ են անում, ուրեմն մարդիկ են կռիվ անում։ Ասվածները խաղաղություն են կնքում, ու մարդիկ են խաղաղություն կնքում։ Այսինքն այդ իրար փոխներարկումը ու միանմանությունը շատ է։ Հասկանալի է։ Ձեր ընկալմամբ տիեզերքը դա միայն ֆիզիկական տարածություն է, թե նաև գիտակցական դաշտ։ Նայեք, տարածությունը առանց գիտակցության գոյություն չունի, այսինքն նայեք սկզբից կեցությունն է որոշում գիտակցություն, թե գիտակցությունն է որոշում կեցությունը, մարքսիզմի հարց է, բայց երբ գիտակցությունն է որոշում կեցությունը, եւ գիտակցությունն է սկզբից եղել, հետո նորա տարածությունն առաջացել, այսինքն գիտակցության ազդեցության տակ է տարածություն, ասենք արարչական սկզբունքը, որ սկզբից ոչինչ չկար, ոչ տարածություն, ոչ ժամանակ, հետո որ արարվել է, դա գիտակցությունն է ազդել, որ առաջացել է տարածություն, ժամանակ եւ բոլոր էլեմենտները, որոնք այդ տարածության եւ ժամանակի մեջ կան, տարածության մեջ իրագործում են, իրանք առաջացել արդեն գիտակցության ազդեցության տակ է։ Իսկ Աստվածաշնչում կա, չէ՞ որ Աստված ստեղծեց հողը, ջուրը, կրակը եւ այլն, վերջում մարդուն է ստեղծում։ Այսինքն արարչումը գիտակցության ազդեցության տակ է տեղ ունեցել, սկզբից գիտակցությունն է եղել։ Բարի, իսկ մարդու ներքին հոգեվիճակը որքանով է կապված, փոխկապակցված տիեզերքի եւ նրա էներգիայի հետ։ Մենք ամեն ինչ փոխկապակցված է այս աշխարհում, օրինակ աստղաբանություն տենց գիտություն կա, իհարկե դա մետաֆիզիկական գիտությունների կարգին է, հիմա դեռ գտնվում, բայց կարող է ժամանակը որ դա ճշգրիտ գիտությունների շարք անցնի, դեռ նկարագրում է, որ ամեն մի մոլորակ աստղ ինչ-որ դաշտեր է ստեղծում, որը փոխազդում է վերևը, օրինակ ասենք լուսինը ազդում է, չէ՞ որ ջուրը տանում վեր մակընթացության վրա է ազդում, տենց էլ մենք էլ ջրից ենք կազմված, մեր վրա էլ է դա ազդում ու մեր մեջ ինչ-որ տեղ ունեն բիոլոգիական փոփոխություններ եւ գիտակցությունն էլ փոխում է ազդեցություն տակ, օրինակ լիալուսնի ժամանակ մարդիկ շատ ներվայնում են, սրվում են բոլոր հարցերը, տենց էլ տիեզերական վերցնենք, մենակ լուսինը չի մեր վրա ազդում, ամեն ինչ ազդում, արևը եւ մյուս մոլորակներն են, մյուս աստղերի, իհարկե այդ ազդեցությունները կարող թույլ լինեն, բայց ազդում են։ Մենք կարող չենք ընկալում, չենք հասկանում, բայց իրանք ազդում են մեր վրա։
Աստղաբանությունը հենց այդ է բացատրում, որ ասենք մենակ աստղաբանություն կա, որ մոլորակներն են դիտարկում, աստղաբանություն կա, որ նույնիսկ աստղերն են դիտարկում, մոտակ աստղերի մեր աստղաբանություն կա, որ գալակտիկաներն են դիտարկում, մեր ազդեցություն աստղաբանություն կա, որ նուրբ մոլորակներ, նուրբ աստղերն են, որոնք ֆիզիկական աչքով դեռ չեն երևում մեր վրա ազդում։ Մենք փոխազդեցության հետ ենք գտնում բոլոր տեսակի էակների հետ, որովհետև այդ մոլորակներ, որ աստղեր մենք ասում ենք, իրանք անշունչ մատերիա չի, ընդեղ էլ կան պրոցեսներ, որտեղ ընդեղ էլ կա գիտակցություն, ու այդ գիտակցությունների փոխազդեցությունը տեղ ունենում, մենակ նյութերի փոխանակություն չի, այսինքն երկու մարդու փոխազդեցություն մենակ մարմինների փոխազդեցություն չի, այդ իրանց մեջ էմոցիաների փոխազդեցությունը, մտքերի փոխազդեցությունը, հոգեպես զգացմունքների, զգացումների, հոգեկան էլի փոխազդեցությունը միմյանցում, մենակ նյութի չի փոխազդում։ Թեկուզ նույնիսկ մեկի ձեռքը բռնում ենք կամ համբուրում ենք, դա փոխազդեցություն մենակ նյութական պլանում չի, բոլոր պլաններում ինչ-որ պրոցեսներ է մեր մեջ ունենում։ Բարի, արդյոք մեր մտքերը, ցանկությունները կամ վախերը արձագանք են ստանում տիեզերքից։ Բոլոր մեր մտքերներ, էմոցիաներներ ներառվում է մեզ, այսինքն մենք չենք դրանք արարվում, այլ մեզ գալիս է, մենք տիեզերական ոնց որ դառնում ենք ռադիոընդունիչների պես ընկալումներ, ու այդ մտքերը մեզ հետ ռեզոնանս են տալիս ու մենք ընկալում ենք այդ հաճախականությունը, մեզ ռեզոնանս մենք ընկալում ենք, տենց էլ տարբեր էմոցիաներ։ Հիմա մարդը, որ սկսում է իր վրա աշխատել ու վերափոխվում, այսինքն իր ընկալման սֆերան ուրիշ է դարձում, այլ վախերի այդ սֆերան իրան վրա չի ազդում, որտեղ այդ ճառագայթում կա, կամ ինչ-որ տեսակի մտքեր էլ իր վրա չեն ազդում, որտեղ ինքը իր հաճախականությունը ընկալման ուրիշ մակարդակի է բարձրացնում, ու տենց հոգևոր դաշտում ասում են վիբրացիաների բարձրացում, վրտիների բարձրացում, ինքը արդեն այն հին մակարդակի, ասենք, տագնապներ, վախեր, կամ անհանգստություններ, կամ տեսակի էմոցիաներ, մտքերը արդեն իր համար ընկալելի չեն, ինքը վերափոխվել է, բայց այդ վերափոխությունը մեր ներքի գիտակցության հետ աշխատանքի ժամանակ է տևում, որ մենք երկար աշխատում ենք մեր գիտակցության հետ, վերափոխում ենք քիչ, մեր էներգիաներն են փոխվում, մեր իմաստությունն է փոխվում, էներգետիկ դաշտը փոխվում է, ու մեր թրթիռները բարձրանում են, ու մեր ընդունիչը արդեն ավելի բարձր բաներ է ընդունում, այսինքն կարող է արդեն արարման երևույթներ ընդունի, ասենք երաժիշտը ընդունում, ասենք թե ինչ-որ երաժշտական ընկալումներ, եթե ունի, ինքը միշտ տիեզերական ընկալումներ ունեն, Բախը, որ ընկալել է երաժշտությունը, տենց է կամ ցանկացած արվեստագետ գիտնականներ իր գիտության եւ ոլորտներ, եթե ինքը մնա կենցաղային մակարդակում չի կարող ընդունի, ինքը բարձրանում է այդ բարձր մակարդակում, որ ընդունի, ոչ թե վերևն է իջնում մեր մակարդակի, այլ մենք ենք բարձրանում վերև, որ ընդունենք։ Դրա համար մարդը մեր պետք է կրոններում ոնց է ասում, որ այդ կրոնի ղեկավարներ, ասենք Քրիստոս եկավ, Աստված դարձավ մարդ, որ մարդուն հետո դարձնի Աստված։ Այսինքն մարդկային այդ վիբրացիաները, թրթիռները, էներգետիկան ուրիշ մակարդակին բարձրացրել, որտեղ մենք Աստված անուն ենք տալիս, էլ այդ սիմվոլով։ Հասկանալի, ամեն դեպքում այսօր աշխարհը կարելի ասել շատ մեծ խառնաշփոթի մեջ է ու մարդկանց կյանքը բավական լի է ստրեսներով, ինչպես մարդ վերագտնի այդ ներդաշնակությունը ու տիեզերքի մեջ իր բալանսը կարողանա պահպանել։ Նախ պետք է չտրվի այդ ինֆորմացիոն դաշտին, որտեղ այնքան դաշտը, այնքան աղբով է լցված, ու մենակ վատ ինֆորմացիաներ են շատ լցված, որ տենց սկսի այդ ինֆորմացիաներով տրվի ու իր հույսերը միացնի տեղ, ինքը իհարկե կընկնի դաշտի ազդեցության տակ։ Դե կարողանա իրան մեկուսացնի այդ դաշտերից, այդ ինֆորմացիաներից, երկրորդ էլ ավելի շատ ինքը ոչ թե արտաքինից շատ ինֆորմացիա վերցի, այլ իր ուղղվածությունը գիտակցության ու մտքերի դեպի ներս լինի, իր մեր ներսը դիտարկի, իր ներսի ռեակցիաները դիտարկի, ներսի աշխարհը բացահայտի, որտեղ ոնց որ արտաքին տիեզերք անսահման կա, մեր մեջ էլ այդպես անսահման տիեզերք կա։ Օրինակ ասենք մակրո աշխարհը մենք անում էլի անսահման տիեզերք կա, նա մեր գիտակցությունն է անսահման տիեզերք, այսինքն
որպես գիտակցությունը մեր դիտարկեն մեր, դա անսահման տիեզերք է, որտեղ կան տարբեր գալակտիկաներ, դատարկություն կա, մութ կետեր կան, խորոչներ սև կան, սև, սպիտակ խորոչներ կան, աստղեր կան, մոլորակներ, այդ է մեր գիտակցության մեջ տան բազմազան է շատ ամեն ինչ։ Հիմա մենք երբ որ սկսում ենք դիտարկել մեր գիտակցության ներսը, ու մեր ներսի տիեզերքը բերում ենք արարել ու վերափոխել, բերել ներդաշնակության, ուսումա արտաքին տիեզերքը ինչ որ չափում ներդաշնակություն է, գալակտիկաները դες հազվադեպ են իրար բախվում, կամ նորտես բախումներ շատ լինեն, մեր մոլորակը չէ լինի, այսինքն ինքը ինչ որ ներդաշնակության է, մեր մոլորակները, մեր մոլորակը, մեր արեգակեցություն հանգիստ պատտվում են իր արևի շուրջ, արևը պատտվում է գալակտիկայի շուրջ եւ այլն։ Այսինքն ինչ որ ներդաշնակության է այս արտաքին տիեզերքը, դրա համար մենք հետ պետք է մեր ներքին աշխարհը բերենք այդ ներդաշնակության, որ քաոս չլինի, դուք այդ տիեզերքն է սկզբում ինչ որ քաոս եղել, հետո ներդաշնակության եկել։ Այդ քաոսը հաղթարելով մենք կվերափոխվենք ու մեր այդ անկումային երևույթներից կբարձրանանք մարդից աստվածային կդառնանք, երբ որ ներդաշնակության բերենք մեր ներքին աշխարհը դարձնենք ներդաշնակության։ Իսկ դրա համար ներքը մենակ մեր ուժերը գիտելիքի քիչ է, մենք պետք է գիտելիք եւ իմաստություն ստանանք, որտեղ ուղղորդող պետք է գտնենք, ուսուցիչ անվանումը, որ մեզ մեր ներաշխարհը օգնի, որ մենք վերափոխենք, բայց առանց մեզ չկա ինչ որ մեկ այդ ներաշխարհը փոխի։ Հասկանալի է, եւ փաստորեն գիտակցված ապրելու պարագայում մենք ինչ որ չափով կարող ենք ասել, որ կարող ենք սկսել լսել տիեզերքի լեզուն։ Այդպես է։ Այսինքն Սիդդհարթա Գերման Գեսը մի հատ պատմվածք ունի Սիդդհարթա հիշում եւ իր հերոսը գնում արևելքում եւ Բուդդային հանդիպում, բայց ասում է ես այդ իմ ճանապարհը չի ինքնուրույն գնում գետի շուրջը նստում ու սկսում է դիտարկել այդ գետի շարժմանը, գետին է լսում ու վերջում իր մի ընկերը գնացել է Բուդդայի աշակերտներ, վերջում երբ որ իրանք իրար հանդիպում, երբ որ ծեր են բավականին, այդտեղ իրանք ընկալում այն մեկը այն մյուս աշակերտին, որ երկուսն էլ պայծառության հասել են։ Հիմա դիտարկելով այդ գետը, ինքը գետի խշխշոցը, ձայնը դիտարկելով, ինքը իր մեջն է դիտարկում, եւ իր մեջ լռությունը կարող է դիտարկել, բայց իր մեջ պետք է լռություն բերի, որ դիտարկի, եթե մենք լռություն չբերենք, չենք կարող դիտարկել, որտեղ մեր մեջի աղմուկը կլսենք։ Տենց էլ տիեզերքի հիմա այդ սիմվոլիկա գետը, կարող գետը չդիտարկի, ինչ որ տիեզերական օբյեկտ դիտարկի եւ այլն։ Այսինքն դիտարկելով դա մենք մեր մեջ վերափոխում ենք տեղանում, որ մեր վեկտորը ուղղում ենք դեպի ներս։ Արտաքինը թվում է դիտարկում ենք, բայց վեկտորը ուղղված է ներս, որ կարողանանք արտաքինը դիտարկել, որ այդ process-ն է տեղ ունենում մեր մեջ հսկայական վերափոխումներ տեղ ունենում, ուղղակի պետք է ոնց որ դրա մեթոդները իմանանք ոնց է։ Բարի։ Մարդը կարող է հասնել տիեզերական այդ բացարձակ գիտակցությանը կամ գոնե մոտ գտնվել ապրելով այս առօրյա քաոտիկ կյանքում։ Դե ուսմունքներ որ տրվում են, օրինակ Բուդդան մոտ մի հատ թագավոր է գալիս, ասում է ես առօրյա կյանքում եմ ապրում, թագավոր եմ, կարամ մեկին մահապատժի ներկայացնեն, մեկին գովաբանեմ, մեկին լավաբանեմ, պատերազմ անեմ եւ որտեղ տենց է իմ իշխանությունը, ես չեմ կարող տենց ապրեմ, ասենք թե հարեմ ունեմ եւ այլն։ Բուդդան չի ասում դու գնա վանական դառնի իրան, ասում է քեզ համար հատուկ ես կտամ մեթոդներ, որտեղ դու ապրելով քո կենցաղային բոլոր բուրըն կյանքով նաեւ կարողանաս քո ներսը դիտարկել ու քո ներսում գտնել քո բնույթը, որ աստվածային բնույթ ունես, այդ բնույթը բացահայտելով հասնես լուսավորման պայծառացման։ Նաեւ ուզում եմ ասեմ, որ Քրիստոսը որ եկել է ինքը իր ուսմունքը տվել է, ինքը վանականներին չի տվել ուսմունք, իր աշակերտները աշխարհի կյանքով ապրող մարդիկ էին, ծգնոցները տարբեր, ոչ մի հատ վանական չի եղել։ Ասենք Նիկոդիմը եկել լսել է գիշերները հետո գնացել, բայց ինքը նույնիսկ տենց
Այդքան շատ հետևոր չի եղել, որտեղ վախեր ուներ իր գաղափարները։ Այսինքն ինքը աշխարհիկ մարդկանց այդ գիտելիք տվել ու աշխարհում ապրելով կարան իրանք հասնեն ոնց որ Քրիստոսը հիմնական իր պտուղը, իր ուսմունքի դա աստվածացումն, այսինքն մարդ ինքը որպես աստված մարդ ծնվեց եւ մարդուց դարձավ աստված, որպեսզի ցույց տա, որ ոնց ինքը կարան դառնալ։ Նույնիսկ իր աշակերտներին ասում է, որ ինչ ես արեցի, դու կարեք էդ էլ անեք ու դրանից ավելին էլ անեք, նույնիսկ ավետարանում բերվում է տես ոսկեր, այսինքն ստեղ այնա, որ այդ պտուղ աստվածացումը, որ բոլորը կարան հասնեն, նույնիսկ աշխարհիկ կյանքով ապրելու։ Երբեք Քրիստոսը չի ասել, որ վանական եղեք։ Ինքը չունի այդ մոտեցումը։ Ուղղակի որ մենք կարանք աշխարհիկ կյանքով ապրելով, բայց մեր ներսի աշխարհը բացահայտենք ու մեր այդ աշխարհիկ ապրելով իհարկե կան հիմնական պատվիրաններ, օրինակ քրիստոսյան, որ սիրին կողքինիդ, ինչպես դու ինքդ քեզ կսիրես կամ սիրիր Աստծուն ամբողջ հոգով, մարմնով, այսինքն այդ երկու պատվիրանը հիմնական որ կա, մենք կարողանանք մեր աշխարհի կյանքում ապրել եւ կարողանանք սիրել մեր մոտիկներին եւ կարողանանք այդ անսահման սերը մեր մեջ բացահայտել, այդ աստվածային սերը, որ մենք Աստծուն սիրենք, այդ մեր մեջի ներքին աշխարհի բացահայտումն է, որ տեսնենք մեր մեջ իսկական այն բնույթը, որ մենք ունենք, դա սերն է, ու այդ բնույթը բացահայտելով մենք կարողանանք ցանկացած մեր գործունեության մեջ այդ անսահման սերը ու կարեկցանքը դրսևորել ցանկացած մեր գործողության մեջ աշխարհիկ ինչ կյանքում էլ ապրում, օրինակ սամուրայները այդ նույն բանը իրանք պարապում են, որ պատերազմի դաշտում իրենց մարտիկական պարտքը կատարելով, իրենց սամուրայի այդ բուսիտոյի կանոններ պահպանելով ու իրանք այդ դրա մեջ են, նույնիսկ ռազմի դաշտում թշնամուն սպանելով, բայց իրենց ներքին խաղաղությանն ու լուսավորմանն են հասնում։ Բայց ազնվաբարո լինելով էլ պետք է հասկանանք, որ ցածր որակներով մարդը երբեք դա չի լինի, դրա համար ազնվականներ բառնավոր եկել, որ իրանք ոչ թե ինչ-որ հարստություններ ունեն, մարդկանց վրա իշխանություն ունեն, իրանց ներքին աշխարհը հասնում են ազնվաբարո որակների, այսինքն իրանց բացահայտել են այդ սերը, իրանց մեջի իմաստությունը անցնան։ Հետո այդ իհարկե անունը վերափոխվել, անկում ապրել, բայց դրա նշանակությունը նույնիսկ ասենք դիտխոսները Տեր հայրերի էլի տենց դիտխոսներ են, որ իրանց ներսի բացահայտման աստիճաններն են ցույց տալիս, որ մենք դիմում ենք իրանց, դրան է ոչ թե արտաքին դիտխոսը անում է, էլի։ Հասկանալի է, իսկ կարող ենք ասել, որ դա մեր իրական առաքելությունն է այս երկրի վրա, այդ սերն ու կարեկցանքը ապրել ու տարածելը։ Դե որ ապրում ենք, պետք է հասկանանք, որ ինչի ենք ապրում, նաև որ կարողանանք կարեկցանք ուժեղ ցուցաբերենք։ Մենք մենակ մեր հաճույքների մարմնական կամ ուսումնական հաճույքները բավարարելու համար չենք ունենում։ Նաև ամենամեծ ոնց որ մեր զգացումը ինքնաբավությունն է, որ մենք կարող ենք ուրիշներին բարիք բերենք, օգնենք։ Այդ ամենավեհ բանը, որ մենք կարող ենք բարիք բերենք, ամենաբարին, ոնց որ ասված ամենաբարին է, որ ամենաբարիք բերողն է նաև, որ կարողանանք մենք էլ նմանվենք Աստծուն մեր բոլոր գործողություններով, թե մարմնի, թե խոսքի, թե մտքի հոգով, մենք բարիք բերենք, բոլոր մեր բառերը, բոլոր մեր վարմունքները, բոլոր մեր մտքերը, հոգեպես բոլոր մողումները բարիք միայն բերեն։ Այսինքն, որ մեր բոլոր գործունեությունը կարևոր չի նույնիսկ ինչ ենք անում, այնքան ուղղված լինել բարիք բերելու, հենց դա է ամենամեծ առաքելությունը։ Շատ լավ։ Իսկ ինչ է ճշմարտությունը։ Դա գիտելիք է, զգացում, թե գիտակցական վիճակ։ Կրոնում ասվում է, որ ճշմարտությունը դա Աստված է, եւ բոլոր իրագործությունները ճշմարիտ են։ Ճշմարիտը ինչ է, որ մեզ տանում է դեպի մեր իսկական բնույթը։ Մեր իսկական բնույթը դա սերն ու իմաստությունն է, աբսոլյուտ երջանկությունը։ Այսինքն այն բոլոր գործողությունները, որոնք դեպի սիրո իմաստությանն են տանում, դրանք ճշմարիտ են։
ճշմարտությունը կամ մարդը թե իր խոսքով, թե գործունեությամբ, թե մտքերով, թե հոգով այն բոլոր երևույթները, որը մենք անում ենք, որը դեպի սիրուն է տանում կամ սիրո արտացոլումն է, սիրո իմաստության, դա ճշմարիտ է։ Իսկ ինչը դրան հակադիր է, դա սուտ է։ Դրա համար սատանային ասում են ստի իշխար, որտեղ ինքը Աստծո դեմ է, ինքը դեմ է սիրո եւ իմաստությանը։ Այսինքն դրանից ելնելով հասկանանք, որ գոյություն ունի մեկ անընդհանուր ճշմարտություն, թե ամեն դեպքում յուրաքանչյուրն ունի իրենը։ Ճշմարտությունը մեկն է, դրսևորումները կարող են բազմազան լինել, բայց ճշմարտությունը մեկն է, այսինքն ճշմարտությունը դա սեր եւ իմաստությունն է, բայց դրսևորումները դրա կարող են բազմազան լինել։ Իսկ ինչպես է մեր միտքը սահմանափակում այդ ճշմարտությունը տեսնելու ունակությունը։ Մեր միտքը նայեք, մեր ուղեղի աշխատանքը ոնց է դերում, մեր ուղեղը կարող է ընկալել միայն այն, ինչ իր մեջ ինֆորմացիան կա։ Ինքը նոր բան շատ դժվար է իր համար ընկալելը։ Ինքը մեր աչքի ինչ տեսնում է, դա մեր ուղեղն է մեզ ցույց տալիս ինչ տեսնում, բայց ուղեղը ցույց է տալիս այն ինչ որ ինֆորմացիան կա, կամ մենք լսում ենք մի բան, մեր ուղեղն է դա վերածում մեր մտքերի, այն ինչ որ մեր մեջ կա։ Եթե մի բառ մենք լսում ենք, որ մեր մեջ չկա, մենք չենք հասկանում դա։ Ոչ թե անհասկանալի բառ է, այլ մեր ուղեղում դա չկա։ Կամ հոտը կամ համը մենք ինքը չկարում վերլուծի, որտեղ իր մեջ չկա ուղեղը։ Մա ուղեղը շատ մեծ սահմանափակումներ ունի ու ինքը չի կարող ամեն ինչ ներարկի ու ընկալի։ Դրա համար նույնիսկ ճշմարտությունը ինքը իր եղած մեջի ինֆորմացիայի չափով է ընկալում։ Ինքը ավել չի կարող, դրա համար մենք ճշմարտությունը կարանք հասկանանք, ընկալենք ոչ թե ուղեղով միայն, այլ սրտով, որը ուղեղից դուրս է։ Սիրտը ավելի լայն ընկալում ունի, շատ ավելի շատ լայն, քան մեր ուղեղը։ Դրա համար մեր մտքերը սահմաններ ունեն, իսկ սիրտը չունի սահմաններ։ Դրա համար մտքով մենք ինչ-որ այն ինչ մեր ընկալման չափ կա ուղեղում, այդքան կարող անցնել, ավել չենք, դրա համար մարդիկ իրար չեն հասկանում շատ տեղ, իրար հետ կոմունիկացիան շատ վատ է, որտեղ նրա ինֆորմացիան շատ բան կարող է մյուսին չհամապատասխանի, հասանելի չլինի։ Մենք չենք հասկանում շատ տեղ մեղուների մեջ ենք նույնիսկ տենց սկսել էլի, կամ բնության ինչ-որ երևույթներին չենք հասկանում, կամ ինչ-որ մարդկանց էլ չենք հասկանում, իրանք էլ մեզ չեն հասկանում։ Դրա համար որ մենք սահմանափակումներ, այ եթե սրտանց գործենք, մենք բոլորին կարող ենք հասկանանք։ Իրանք էլ եթե սրտանց բաց լինի, որ ասում ենք սիրտը բաց է, ինքն էլ մեզ հասկանա, այսինքն ուղեղի սահմաններից դուրս գանք։ Իսկ ինչպես է տառապանքը կամ փորձառությունը մաքրում մարդուն եւ մոտեցնում այդ ճշմարտությանը։ Դա օգնող հանգամանք է մեր կյանքում։ Դե առաջական սկզբունքը որ տեղի ունեցել, մեզ այս էտապում էվոլյուցիա դրված է տառապանքը, որի միջոցով մենք մեծամասնության համար, որի միջոցով մենք կարանք մեր այդ կաղապարներից դուրս գանք, որտեղ մենք մի բան գիտենք, որ տենց է, հա տենց ենք անում, բայց հա տառապում ենք։ Ու երբ որ հասկանանք, որ դա տենց չի, ուրեմն մի բան ուրիշ պիտի արվի, որ դուրս գալ այդ սահմաններից, հենց որ մենք այդ սահմանները մեր այդ կաղապարների ուղեղի սահմանները, որ այդ սահմանից դուրս գալ, դա սրտանց գործելն է, որ հենց մենք ինտուիտիվ ենք էլի հասկանում, կամ մենք ինչ-որ դրթիչ միջոց է լինում, հենց դա հասկանում ենք, մենք առաջ ենք շարժվում, վերափոխվում ենք էլի, դրա համար տառապանքն է, որ մեր կաղապարներից դուրս կարա հանի, դե չէ եթե կամֆորտ զոնա է, մենք մնում ենք այդ ընկալումների մեջ չենք կարող դուրս գալ։ Շատ լավ, իսկ ինչ տարբերություն կա հավատքի եւ ճշմարտության ճանաչման միջեւ։ Հավատքը դա խորքային ներքին գիտելիքն է, որ մենք ձեռք ենք բերում մեր փորձառության երկար ճանապարհների ընթացքում մեր, որտեղ մենք խորքային գիտելիք երբ որ ձեռք ունենք, ոչ թե ինտելեկտուալ գիտելիք,
այսինքն ինտելեկտից անդին գիտելիք, երբ որ մենք ձեռք ենք, որը հնարավոր է, այսինքն գիտելիքը միայն ինտելեկտի մակարդակում չի գտնում, ինտելեկտից անդինը կա, որ մենք ձեռք ենք բերում, դա անվանում ենք հավատք։ Իսկ ճշմարտությունը այդ գիտելիքի արտացոլումն է։ Շատ լավ։ Իսկ հնարավոր է տարբերակել իրական ճշմարտությունը մեր մեջ ներդրված կաղապարներից, կարծիքներից, գաղափարներից։ Դե միանգամից մարդը չի հասկանում, երբ որ իր սիրտը բացվի, ասինքն մարդիկ կարանա իր աստվածային բնույթը փոխի, կամ մենք սկզբում ասացին, որ վիբրացիաները բարձրացնի, ինքը մարդ դեպի աստված այդ ուղղորդի իր մտածմունքները, որ դա իրականացնի, համընդհանուր բարիքի բանի համար, երբ որ սկսի աշխատել, ինքը կարա հասկանա այդ ճանապարհին։ Շատ լավ։ Իսկ որքանով է մեր էգոն խանգարում տեսնել այդ ճշմարտությունը։ Դե էգոն դա նրանք ինչ է, դա մեր բթությունն է, մեր ջղայնություններն են, մեր գոռոզություն կամ խղճությունն է, մեր կապվածությունն ու կրքերն են, մեր նախանձխանդն է, ագահությունն է, դրանց միասնությունն է էգոները, որ հասկանանք ինչ է էգոն, քիչ էգոյի բացատրություն ճիշտ է, իրանք թունավորող խանգարիչ մեր բաներ են, երբ որ դրանից ազատվում ենք, մարդիկ հասկանում են էգո չլինի, այդ մարդ չի լինի, չէ, դա այդ կապ չունի ինքը, այսինքն այդ թունավորող մեր էմոցիաներն ու մտքերը երբ որ չլինեն, մենք ազատ կլինենք, իսկ այդ թունավոր էմոցիաները մեր էգոյն է, էգոիստն է, որոնք այդ վերել են այդ պրոցեսները, որ այդ հատկանիշներն են, որ ես թվարկեցի, իսկ իրանք մեզ խանգարիչ միջոցներ են, դրանից պետք է ազատվենք, ջղայնությունը ոչ միտեղ բարիք չի բերում, խանդը ոչ միտեղ բարիք չի բերում, կրքերը, կապվածությունները բարիք չեն բերում, ուղղակի մարդիկ այնտեղ մի քիչ չհասկանան, բթությունը բարիք չի բերում, գոռոզությունը բարիք չի բերում, խղճությունները բարիք չի բերում, երբ այդ նախանձխանդները բարիք չեն բերում, այտենց հարց չկա, որ մեկը նախանձի, ասում են բարի նախանձ չի, դա համաուրախությունն է, մարդիկ ճիշտ չեն ձևակերպում, այսինքն այդ թվարկությունները, որ ջղայնությունը պետք է ջղայնանա, որ թշնամուն հաղթում, պետք է բրդովվենք մենք, որ ջղայնացած լինենք, թշնամուն չենք, մենք կպարտվենք, այսինքն մարդիկ ճիշտ մոտեցումներ եթե այդ հարցերին տան, այսինքն բրդովանքը դա էգոից դուրս է, համարախությունը դուրս է, իսկ ջղայնանալը կամ նախանձը դա էգոյի մեջ է, պետք է ոնց որ բնորոշում ասենք սերը դա էգոից դուրս է, կապվածությունները դա էգոյի մեջ է, մենք կապվում ենք մի երևույթին, չենք կարող բաց թողենք, օրինական ասում ենք, պայծառությունը էգոից դուրս է, բթությունը էգոյի մեջ է, բթություն, թամբալություն, այդ էգոյի երևույթներն են, ներքին խաղաղությունը դա էգոից դուրս է, ջղայնությունը էգոյի մեջ է։ Ամենադժվարն է տարբերակել այդ երկուսիներից եւ վերջապես ինչ խորհուրդ կտաք մեր ունկնդիրներին, ինչպես հասնեն այդ ճշմարտությանը, ուղին, միջոցները։ Ճշմարտության հասնելու համար դե ճանապարհները բազմազան են, այդ էլ պետք է ասենք, դե մեթոդները, ճշմարտություն մեկն է, ճանապարհներն են բազմազան հասնելու այդ, այստեղ ոչ թե ճշմարտությունն են տարբեր, այլ ճշմարտությունը մեկն է։ Հասնելու համար մենք պետք է բարի գործունեություն անենք մշտական, որն այդ մեր գործունեությունը բերի մի հանգամանքի, որ մենք հանդիպենք լուսավոր մարդու, որը մեզ կարա ուղղորդի, օգնի էգոն հաղթահարելու համար, ճշմարտությունը գտնելու համար, ինքնուրույն մարդը ճշմարտությունը չի կարող գտնի, ինքը կարա իր ուղեղի կաղապարից մի հատ ուրիշ կաղապարի գտնի, կարա ուրիշի ինտելեկտ, որտեղ ինքը ինտելեկտուալ է մանգալ, իսկ եթե ինտելեկտի մեջ չի դրամա ինքը չի կարա գտնի ճշմարտությունը, ինտելեկտուալ ինչ-որ կաղապարներ գտնեն, որ իրան շատ բավարարում է, ինքը թվում է դա ճշմարտությանն է դա գտնում, բայց եթե ինտելեկտուալ իրան բավարարող բանաձևեր է գտնում,
բայց ճշմարտությունը ինտելեկտից դուրս է, իսկ ինտելեկտից դուրս մենակ կարա իրան հանի, ով ինտելեկտից դուրս է գտնվող էակը, որին անվանում են լուսավոր մարդ կամ մեծատառով ուսուցիչ, հոգևոր ուսուցիչ, ոչ թե ինչ-որ հոգևոր թեմաներով ովքեր խոսում են, այլ ով իր սիրտը բաց է ու կարա մարդկանց ուրիշների սրտերն բացի, ու ով ճշմարտությունը բացահայտել է, ու կարա ուրիշներին էլ օգնի, որ ճշմարտությունը բացահայտեն, ով սերը գտել է, ուրիշներին օգնի, որ սերը գտեն, ով իմաստությունն է բացահայտել ու օգնում ուրիշներին էլ իմաստությունը, ով անսահման հավատ ունի եւ ուրիշների մոտ զարթացնում այդ հավատը, այդտենց էակի մասին եմ ես խոսում, ոչ թե ինչ-որ ինտելեկտուալ լավ զարգացած մարդու մասին, որ կարա ինչ-որ բաներ կարդա եւ ասի, որտեղ հիմա կարան արհեստական բանականությունը այնքան լավ բաներ ասի, որ ոչ մի ինտելեկտուալ մարդ չի կարա մրցություն անի, որտեղ ինքը բոլոր աշխարհի սուրբ գրքերից, բոլոր տողերը, բոլոր ինչ կա չկա կարա ասենց շատ լավ վերլուծական բան բերի, բայց ինքը կարա օգնի միջոց բնի ինտելեկտի համար, բայց սիրտ չունի արհեստական բանությունը, ինքը իմաստություն չունի արհեստական, իմաստությունը ինտելեկտի հետ կապված չի, ինքը բացարձակ ճշմարտության հետ բացարձակ կապ չունի, ինքը ինտելեկտուալ հասկացողությունների մեջ կարա գործի, հավատ չունի ինքը, որ ուրիշներին հավատ տա, իսկ դու կարաս մեկը վերցնես այն ինչ ունես, դրա համար մենակ ինտելեկտը կարող ինտելեկտուալ բաներ տա, դրա համար մարդիկ մտածում են, թե ինքնիրուն կարան հիմա արհեստական բանականություն, ինֆորմացիա, այդ ինֆորմացիան չունի ինքը ինտերնետը, ինքը տենց ընդունակություն, որ տա, պետք է կենթանի շնորհում ունի, ոնց որ ասում են կենթանի խոսք, մարդիկ ասում են, կենթանի խոսք ասելով ինչ են հասկանում, կենթանի խոսք ասելով ոչ թե միայն մարդու հետ է զրուցում, որ կենթանի, այլ կենթանի է նա, ով սրտով է խոսում, ով ճշմարտությունից է խոսում, ով աստվածային բնույթն է ցանկացած բանի մասին բացատրում։ Մենք sense մի հատ արևելքում պատմություն կա աշակերտների հետ մի հատ իմաստուն թագավորը, որ իմաստությունից խոսա, ով ինքը գնում է թագարի մոտ, աշակերտներին ու սկսում է այդ թագավորի ադամանդների մասին խոսալ, իրանց հատկանիշների բան ու դրանով վերջացնում գացին աշակերտներն ասում, Աստծո մասին ոչ մի բան չասիր, ասում են ես բոլորը Աստծո մասին եմ ասում, ուղղակի թագավորը կարար հասկանար միայն այդ ադամանդի ժամանակ էր ինքը իր գաղափարներից դուրս գալիս, իր աչքերը փայլատակում, ինքը ոնց որ անկեղծ ու կընտրում հասկանում։ Դրա համար այդ միջոցով ես մեթոդը ընտրեցի, որտեղ սրտը սրտից է փոխանցում, ոչ թե ինչ-որ ինտելեկտուալ բան է, որ ասես կարդաս կամ բան։ Դրա համար ասում եմ, ես այդ իսկությունը, ճշմարտությունը ադամանդների միջոցով իրան փոխանցեցի։ Ես ամբողջ աստծո, իր լեզվով ես ասեցի, որ ինքը հասկանալ լինի։ Հիմա այդ լուսավոր էակը, որին պետք է գտնել, ինքը կարող է տարբեր լեզվով խոսի, ոչ կրոնական լեզվով խոսա, կամ չգիտեմ, ինչ-որ շատ բացարձակ, կարող է ինքը մարտիկի լեզվով քրի մասին է պատմում, կամ ինչ-որ բանի, բայց ինքը ճշմարտությունն է տանում դրա միջոցով։ Դրա մարդիկ շատ չկաղապարվեն այդ հարցում, մտածեն ինքը պետք է ինչ-որ հոգևորական լինի կամ ինչ-որ կրոնի հետևորդ լինի։ Ինքը բացարձակ կարող է ճշմարտության արտացոլիչ լինի, ոչ մի կրոնի հետևորդ չունի։ Նա Քրիստոսը ոչ մի կրոնի հետևորդ չի եղել։ Կամ Բուդդան ինքը կրոնի հետևորդ չի եղել։ Ինքն է արարել կամ Լաոցին, իրանք կրոնի հետևորդ չեն։ Դրա համար իրանք ոնց որ ասում Բուդդան բուդդիստ չի եղել, Քրիստոսը քրիստոնյա չի եղել, Լաոցին դաոսիստ չի եղել, Կրիշնան հինդուիստ չի եղել։ Այսինքն իրանք են ճշմարտություն բերում, ճշմարտության բացահայտման ճանապարհը շատ բազմազան կլինի, կարճ մի նույն ձև չի, բայց ճշմարտությունը մեկ է, այդ մեկը հաստատ։ Այսինքն երկու ճշմարիտ տարբեր ուղղություններ որ հանդիպեն, իրանք իրար կհասկանան բացարձակապես։ Իրանց լեզուները կարող է տարբեր լինի, մեթոդները տարբեր, բայց իրանք նույն բանի մասին հասկանան, դրա համար կհասկանան։ Իրան հակասություն բացարձակ չի լինի։ Եթե մարդիկ ունեն հակասություն, իրանք դեռ ճշմարտությունից հեռու են։ Այսինքն լույսի աղբյուրը մեկն է։ Լույսի աղբյուրը մեկ, Աստված մեկ է։ Բոլոր էակների համար դες երկում։ Դա սերն է։ Շատ լավ։ Անչափ շնորհակալ եմ ողանդակալից եւ ուսուցողական զրույցի համար։ Շնորհակալություն։